հրճագեց, Հայությունը անկախություն չի հրճագել, ոչ հիմա, ոչ էլ ուրեմն սեպտեմբերի 21-ին, չգիտեմ ինչ էլի։ Հայությունը ուրեմն 18 թվականի մայիսի 28-ին իր լեռնաշխարհում իր պետականությունը վերականգնեց, հա, անկախության վերականգնման ուրեմն արդյունքն է, ինչ որ եղավ եւ եղավ հերոսականորեն մի բացառիկ տարբերությամբ ռուսի գոլորշին չկար, նաեւ քանի որ Ռուսաստանը մեռած էր 18 թվականին, ռսաստրուկը չկար։ Դրա համար Սարդարապետի ճակատամարտին մասնակցել են նաև այնպիսի ռսաստրուկ հայտնի դեմքեր, որոնք հետո փախան Հայաստանից։ Բաղրամյան, Գայ, բոլոր մասնակցել են, որտեղ մեր կյանքում գոյություն չուներ Ռուսաստան եւ ռուս, եւ մենք մեր մնացել ենք մեր ճակատագրի հետ, մեր հայրենիքում եւ մեր ոսոխի հետ եւ հաղթեցինք։ Հաղթեցինք, որտեղ չկար ռուսը։ Այո, ռուսը չկար, որտեղ ներքին քայքայ աշխատանք նայան։ Օրինակ ես համոզված եմ, որ եթե Արցախում, որտեղ դուք ասեք նաև զուգահեռները, 20 թվականից առաջ եւ հետո 18-ից ռուսը գոլոշիացած լիներ, ենթադրենք, որ հնարավոր չէ, որտեղ նաև ահռելի ռուսախոս ազգաբնակչություն ունենք, այսինքն աղջատված ինքնագիտակցությամբ, էլի, մենք չէինք այսպես պարդվելու եւ ալիվներ չէր հաղթել։ Դա իմ համոզումն է։ Վերջը, հիմա էլ մենք եթե ռուսը մեր կյանքում գոյություն չունենա, երևակայական կամ կոնկրետ իմաստով, նաև այս լրտեսական ցանցերով, իրա պաշտպանած կլաններով եւ այլն, մենք հաստատ մենք վաղուց ուրիշ տեղ էինք հասել, որպես պետականություն։ Պատերազմը կհաղթենք, դուք ասում եք ճակատամարտը հաղթել, հիմա պատերազմը քաղաքական իմաստով շարունակվում է, որտեղ ինչու է, փաստորեն խնդրահարույց է մնում անկախության պաշտպանության հարցը։ Մենք այսօր, ես իմ պատկերացումով մեղում ենք անկախության պատերազմ։ Իհարկե երկիրը կա, տարածքը կա, ազգաբնակչություն կա, բայց հերթական էմիսարը գալիս է Ռուսաստանից, մի օր քծնելով բարեկամ որպես, իսկ հիմնականում դավադիր եւ դահիճ անընդհատ դավեր են յուտում եւ այստեղ իր քոցերին դժբախտաբար որ մենք շատ ունենք, հանում է ոտի, իսկ ոհմակները Ռուսաստանի եւ աշխարհի տարբեր վայրերից Հայաստանի Հանրապետության վրա է բաց թողում իդեմս գործող իշխանության, որտեղ չի կարող պետության դեմ հայտարարի եւ շարունակի խոսել բարեկամանալ։ Այսպես է հիմա, բայց օրինակ իմ աշխարհում, իմ ներաշխարհում Ռուսաստան վաղուց չկա եւ ընդհանրապես չկա որևէ մեկը, որտեղ իմ համար բարձ է դա ամենը։ Հիմա մի բան ասեմ, որ մեր ժողովուրդը իմանա։ Արդյոք այդպիսին է, որ իրական է, որ Սարդարապետ, հավաքական Սարդարապետ, հիմա Բաշապարան, Արարդյան դաշտ, հա, Իգդիր, չխառնենք, ես քաղաքագիտական հարց եմ դնում։ Այդ Սարդարապետը ուրեմն կայացավ, պատկերացնում եք, աշխարհի պատմական քարտեզի վրա եթե նայենք, բացառիկ պատմական իրադրության եւ իրադարձությունների մեջ, որովհետեւ աշխարհը զբաղված էր անտանտը բաժանել վերաբաժանելով, Ռուսաստանը խորտակված էր հերթական անգամ եւ այսպես այս պայմաններում մեր ձեռներով գրեթե մնաց մի ժողովուրդ իր ոսոխի դեմ, որից նաև հոգեբանական արդեն կախվածություն ուներ, չէ՞ որ նա 15 թվականից մորթում էր բառացիորեն, սա չէ, հոգեբանորեն մարդկանց վրա ազդում է։ Բայց եղավ մի ուրիշ բան, որ ուզում եմ որ մեր ժողովուրդն իմանա, որը խորհրդահայ պատմաշինությունը թաքցրել է, այսօրվա կիսատ պռատ պատմաշենները չեն կպնում այդ գործի, բայց ես փաստերով կասեմ, ոչ չլինի որ այսպես է։ Ուրեմն հիշում եք, այսինքն վստահ եմ որ գիտեք, գիտենալու է վրա, որտեղ մենք չենք կարող հիշել, չենք մասնակցել 17 թվականին Երզնգայ զինադադարը կնքվեց եւ ռուս-թուրքական հավասարակշռություն առաջացավ, բալանս, նորից ասեմ ես բալանս, ուժերի բալանս առաջացավ Ռուսաստանի թուլացող եւ ճախճախված Թուրքիայի միջև եւ կնքվեց Երզնգայով, Էրզինջանն է կարծեմ այսօր անունը, Էրզրումից Կարինից դեպի ուրեմն արևմուտք
10-20 կիլոմետր է, հայկական մաքուր քաղաքի միջայլոց Թեհլերյանը չէ, ժողովուրդ, Թեհլերյանը չէ, սովետական այդ զեղծարարությունով մի զբաղվեք։ Թեհլերյանը կարծեմ այդ գյուղից է, Շիրակյան եւ Շիրակյանը, երկուսից մեկ այդ բանից է։ Գյուղը քաղաքեր հիմա կա։ Հիմա զինադադարը կնքվեց, որը որոշ ժամանակ շարունակվեց։ Հետո եղավ անասենրին, Ռուսաստանը հերթական անգամ տրանսֆորմացիա ապրեց եւ բոլշևիկյան հեղափոխության արդյունքով այս ուրեմն մարդկային ցեղի տականքը որոշեց Թուրքիա հետ գնալ զինակցության։ Ուրեմն պատկերացնեք Ռուսաստանի ռեսուրսը օգտագործվել է, Թուրքիան ջախջախված է եւ գերմանական ուրեմն փողերով երկիրը քանդած ինչ որ բոլշևիզմն է, ուրեմն Լենինյան բանդան իշխանությունը փոխում է հեղափոխության անվան տակ, փոխում է, ինչ կապ ունի մեզ հետ եւ ահա զինադատարը խաթարվում է, ուրեմն առևտրի ժամանակն է գալիս, նահանջող Ռուսաստանը պիտի առևտրի մեջ մտնի, ուրեմն հարձակվող Թուրքիայի հետ, եւ այսպես հայկական հարցը լավագույն դրամաշնորհն է, որ պիտի օգտագործում, մինչև այսօր օգտագործում է, ուրեմն այսպես թուրքական բանակները, որ խոստացել էին առաջ չշարժվել, չեմ երկարացնում, որտեղ սա պիտի իմացվի Սարդարաբադը ինչ էր, ինք իրեն եղավ հնարավոր թե չէ։ Եվ այսպես ուրեմն հունվարի վերջերին կամ փետրվարի սկզբներին 8-ի կողմեր մոտավորապես թուրքերը, որ խոստացել էին առաջ չշարժվել, զինադադարը պահել, սկսեցին պահանջներ ներկայացնել։ Ալիևը նայեք, օրը մեկ նույն պահանջն է ներկայացնում, մի նոր, որտեղ ինքը հաղթել է ուզում, ոչ թե խաղաղություն է ուզում, Հայաստան վերացնել է ուզում։ Իր նպատակն է, չեմ ասում, կլինի թե չլինի, սա բան։ Եվ այսպես զինադադարը խախտվեց, Վեհի Փաշայի զորքերն անցան առաջ, սրա դեմ կանգնեց ռուսական զորքը լքած, ռուսական զորք էլ չկար, գնացել էր հա ժողովրդին թողել, իր բարեկամներին փախել էր, ճողոբրում էին, նույնիսկ զինապահեստները սնունդ եւ այլն։ Եվ այսպես թուրքական արդեն հարձակվող զորքի դիմաց կանգնեց առաջին բանակային կորպուսը, իմանան մարդիկ, որ այդպիսի բան կար։ Արգելի հայրենակիցներն ու անտապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, այն որ մենք խոսեցինք, որքանով էր կարևոր մեզ համար մայիսի 28-ն, փոխեց հայերի ճակատագիրը, հնարավորություն տվեց սեփական երկրում ապրելու, արարելու։ Երեք փաստորեն նախատոնական արդեն օրը, այսպես ասենք, ազգային ժողովի ճեպազորույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը այսպիսի մի հայտարարություն արեց, որ խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Ադրբեջանի եւ Հայաստանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, հայերը կարող են գնալ ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ իրենք ժամանակին ապրել են, մի խոսքով Ինչի մասին է այս հայտարարությունը, ես հիշում եմ, որ նախորդ հաղորդման ժամանակ մենք խոսում ենք նաև հոգևոր արժեքների, ազգային արժանապատվության։ Մի խոսքով արժե նման հայտարարություններ կամ որքան էլ լրագրողները փորձեն հարցեր պատասխաններ կորզել եւ այլն, ինչպիսին պետք է լինի այս ամենի հանդեպ վերաբերմունքը։ Ինձ թվում է խորքի մեջ Ալենը չի հավատում, որ խաղաղության պայմանագիր կնքվելու է, այս կան։ Ուրեմն սա է ինձ թվում, ինքը իր մամլուխ ասլագո թող ասի դա է թե չէ։ Իհարկե հիմա չի ասի, բայց կարելի է փորձել։ Հիմա երկրորդ մասը կա։ Ուրեմն քաղաքական շախմատային խաղի մեջ վարչապետն էլ ասեց, չէ, որ խաղաղության պայմանագիրը այսպես մենք գնում ենք, կապ չունի Ադրբեջանն ուզում է թե չի ուզում, մենք գնում ենք եւ այլն։ Եվ որքան այդ փորձը սադրել, մենք գնում ենք, ինչ է լինում։ Ուրեմն այս քաղաքականությունը արևմուտքի աչքին ուրեմն Ալիևին վերածեց իդիոտի, ինքը խաղաղություն չի ուզում, Տրամփն ուզում է, պատկերացնում եք, ինքը չի ուզում։ Եվ սա եթե մենք քաղաքականության կոնտեքստում ենք նայում, նորմալ է։ Եթե նորմալ չէր լինի, եթե մի օր երկու օր առաջ Հայաստանի Հանրապետություն չլներ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական նախարարը, եթե հաղորդագրություն չտարածվեր, որ ըստ հաղորդագրությունների եմ ասում, ես գաղտնիքներ չեմ բացահայտում, Հնդկաստանից $1.5 միլիարդ
դոլարի զենքի մատակարարում կան, որում դուք հիշեք հնդկական կողմի հայտարարություն ուղղորդում է, որ սա արդեն առևտուր չի, այլ սա եղբայրություն է կամ ռազմավարական գործընկերություն է, որի մասին նաև հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար, ռազմավարական դաշնակցային հարաբերություններ եւ այլն։ Եթե այս կոնտեքստը ստորջրյա չգնար, ես ձեզ հետ կդատապարտեի։ Դրա համար վերապահ եմ մնում, թե ինչու է ասել եւ ինչու է գնացել։ Ուրեմն մենք պիտի իմանանք մի բան։ Լևոն Շանթով եմ ասում, չնայած Մաքիավելիով կարող եմ ասել։ Լևոն Շանթն ասում էր, որ քաղաքականությունը աշխարհը կառուցում է շահի գրեհիկ փիլիսոփայության վրա եւ ստի։ Եվ ասում եմ, մենք հայերս պարտավոր ենք դա յուրացնել։ Եթե չէ լավ չի լինել, ինչպես որ եղավ։ Հիմա մնացածը այսպես է, օրինակ ես կարող է չասեի, չգիտեմ իրադրության մեջ, բայց մի բան պետք է ասեմ, որը հետ համաձայն չեմ, կարծեմ ձեզ հետ ասեցի, թե ուրիշ տեղ, ես համաձայն չեմ խաղաղության վերաբերյալ այն մինչև վերջ անընդհատ խաղաղության մասին խոսելու բարակը, ոչ թե չեմ ուզում, մենք տարբերակել չունենք չուզելու խաղաղություն այսօր մենք դա հասկանանք, չծավալվենք այդ թույլ կողմերի վրա, որովհետև ես ասում եմ հետևյալը, որ պատերազմը չի բացառված, ոչ միայն մեր մառակայով, եւ աշխարհի ճակատագիրը շատ բանով այսօր լուծվում է Ուկրաինայում, Ռուսաստանի ջախջախվել, չջախջախվելով, չնայած ինքն է տարածքի մեջ։ Սա նշանակում է, որ սև մութ ուժեր կարող են կրկնվել։ Այդ դեպքում եւ դրանք կատաստրոֆիկ փոփոխություններով կարող են լինել, որտեղ միջուկային զենք կա, հիմա ուրիշ է, տեսնում եք Թրամփը ինչպես տրամադրությունը փոխեց, ես ստեղ եմ ասել, որ Անագոնդայի գիծ է վարում, գրկում են Պուտինին եւ այլն, խոսքա որ Կուրսկի տարածքում Պուտինի ուղղաթիռն են խփել գրեթե ուկրաինացիներ վնասել են, բան չի եղել։ Ուրեմն այս կատաստրոֆիկ վիճակներում խաղաղության քարոզ մեզ պետք չի։ Ես լրատվություն նկատի ունեմ առաջին հերթին, տեսեք որպես կուսակցություն դրա մասին մենք չենք խոսում, ինչի համար, որովհետև մենք կարող ենք հարկադրված պատերազմի մեջ ներքաշվել։ Ընդ որում, մեր նման թույլ պետությունները, ինչպես կյանքը նաև ապացուցեց, անգազմագերներն ավելի շատ, իրենք չեն որոշում խաղաղությանն ու չխաղաղության այդ եզրագծի սահմանագծի լինել չլինելը, դրա համար մեր ժողովուրդը միշտ պետք է հոգեպես պատրաստեն պատերազմի։ Ընթացական լատինական խոսքը կա, եղիր պատրաստ պատերազմի կունենաս խաղաղություն, բայց իշխանության ասեմ ձեզ, թողեք իրենք ինչ 3 անձ կա, որոնք պետական պաշտոնական տեսակետ են ներկայացնում աշխարհում։ Այս պարագայում վարչապետն է, ազգային ժողովի նախագահ, արտգործնախարարը։ Ես առաջարկում եմ այս ամեն մի խոսքը իրենց չեք համահարել։ Ում համար են ասում, ինչի համար են ասում, այդ մենակ այդ պահին մենք կարող ենք կռահել, իրենք կարող են իմանալ, որ լսարանին ինչ է ուղղորդվում։ Այսպես ասեմ, կարող է օրինակ եմ ասում, Մակրոնն ասել էս բառերն ասա, մի դիվիզիա զենք են տալիս էլի։ Այսինքն, բերեք այսպես անենք։ Մնացածը կարելի է զանգել եւ ճշտել։